Կրակոցներ, այրված դրոշներ, փակ փողոցներ, պայթյուններ։ Իրանում վերջին 12 օրերի ամենալարված գիշերն է եղել։ Հայ երիտասարդ է զոհվել ցույցերի ընթացքում։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին է հանդես եկել կոշտ հայտարարությամբ սլաքներն ուղղելով Միացյալ Նահանգների կողմը։ Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի խնդիրների վրա։ Բոլորը պետք է իմանան, Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել 100 հազարավոր ազնիվ մարդկանց արյան գնով։ Ցուցարարները իրենց հույսը կապելով Վաշինգտոնի հետ գործում են ի վնաս Իրանի։ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, ովքեր ավիրողներ են։ Իրանում համոզված են, որ խաղաղ ակցիաները վերածվել են բախումների, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջամտությամբ։ Խամենեին իրանցի երիտասարդներին կոչ է արել պատրաստվել երկրի պաշտպանությանը։ Իրանի երիտասարդություն, միացեք միասնական եւ պատրաստ։ Միասնական ազգը կարող է հաղթահարել ցանկացած թշնամու։ Կան որոշ ապստամբներ, որոնք ցկտում են հաջողանալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, վնասելով հանրային սեփականությունը։ Իրանը անսասան է եւ չի նահանջի իր սկզբունքներից։ Իրանը չի հանդուրժի կոլաբորացիոնիստներին։ Իրանցի վերլուծաբան Էհսան Մոհավերդյանը հայտարարել է, որ երկրի բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքում Մաշհադում, որը համարվում է առավելապես պրոիշխանական տրամադրություններով քաղաք, եւս ցույցեր են տեղի ունեցել։ Նրա խոսքով սրբավայրի կարգավիճակ ունեցող քաղաքում նման զարգացումները չեն համապատասխանում Մաշհադի սոցիալ քաղաքական տրամաբանությանը։ Մաշհադը գտնվում է Իրանի հյուսիս-արևելյան շրջանում, Աֆղանստանի սահմանին շատ մոտ, մեծությամբ Իրանի երկրորդ քաղաքն է։ Մաշհադում է թաղված շիաների 8-րդ իմամը Ռեզան։ Քաղաքը կարևորագույն սրբավայր է։ Ցույցերի էպիկենտրոնը եղել են երկու թաղամասեր, որտեղ հիմնականում բնակեցված են եղել աֆղաններով եւ բալուչներով։ Անհրաժեշտ է հստակ հետևություններ անել եւ հասկանալ, թե ինչու հենց այդ երկու թաղամասներն են դարձել էպիկենտրոն։ Իրանում հրատարակվող հայկական ալի կորաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը հիշեցնում է, որ Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը ըստ իրանցի աղբյուրների աֆղանցի փախստականներ էր հավաքագրել Իրանի դեմ գործողությունների համար։ Երեք պիկն է եղել այս ցույցերի պիկներ ու իսկապես ճգնաժամային օր Իրանի համար 3 գիշերը ներկայդրությամբ արդեն գրել եմ ու շարունակվում է։ Պետական լրատվամիջոցներին հասանելիություն չկա, ինտերնետը ամբողջովին անջատված է, դրա հոսը չափազանց միակողմանի է եւ գալիս է միայն արևմտյան աղբյուրներից։ Այս պահին Իրանում ինտերնետը անջատված է, պետական լրատվամիջոցները չեն հեռարձակվում։ Հայ փորձագետները կիսում են իրանցի գործընկերների մտահոգությունները, նշելով, որ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն արտաքին ուժերն են, մասնավորապես Իսրայելն ու Միացյալ Նահանգները։ Որոշակի խումբ բարբերաբար, ասեմ այսպես, շատ փոքրաթիվ խմբեր են դատելով կադրերից, բայց առաջ են մղում Իրանի գահանկեց շահի, գահանկեց արքայի որդու, ասեմ այսպես, իշխանության գալու հանգամանքը եւ եթե ուշադիր հետևում ենք հատկապես գործընթացները լուսաբանող հակաիրանական ԶԼՄ-ներին, ապա տեսնում ենք, որ այդ հատվածում գնում է ակնհայտ ուռճացում։ Ոստի պարզ է, որ գործընթացը ոչ միայն օբյեկտիվ պատճառներով երկրի ներսում է, այլև երկրից դուրս հակաիրանական զանազան ԶԼՄ-ներով փորձ է կատարվում ուռճացնել։ Իրանի իշխանության դեմ զանգվածային ակցիաների հիմնական պատճառը Արմեն Վարդանյանի խոսքով երկրի խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամն է, որն ուղղակիորեն պայմանավորված է Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներով։ Այս անգամ ուշագրավ էր, որ շատ էին պահանջները Ռեզա Փահլավիի վերադարձի հետ կապված, Փահլավիի վերադարձի հետ կապված, որը Իրանի վերջին շահի որդին է, թագաժառանգը, այսպես ասած, որը ԱՄՆ-ում, եւ այս անգամ բավականին շատ այսպես ոչեր կային նրա վերադարձի պահանջով։ Վարդան Ոսկանյանն էլ հիշեցնում է, գահընկեց արված շահի ժառանգը բնակվում է Միացյալ Նահանգներում եւ չունի լայն հեղինակություն Իրանի ներսում։ Նրա խոսքով Փահլավին օգտագործվում է որպես գործիք հակաիրանական գործողությունների համար։ Կարծում եմ, որ դրա թիկունքում կարող են կանգնած լինել այնպիսի հակաիրանական ուժեր, ինչպիսին Իսրայելն է, գիտեք 12-օրյա պատերազմի ընթացքում այս անձը իր աջակցությունը հայտնեց Իսրայելին սեփական հայրենիքը ռմբակոծելու, ռմբահարելու եւ սեփական հայրենիքի դեմ պատերազմ սկսելու առումով։ Շահի որդին այդուհանդերձ հանդես է եկել կոչով, դիմելով բողոքի ակցիաների մասնակիցներին եւ առաջնորդներին խմբերը միավորելու եւ պայքարը շարունակելու կոչով։ Ես հպարտ եմ ձեզանից յուրաքանչյուրով, ովքեր հինգշաբթի դուրս են եկել փողոց։ Դուք ցույց տվեցիք, թե ինչպես կարող է բազմամարդ զանգվածը ստիպել անվտանգության ուժերին նահանջել եւ սահմանափակել ճնշումները։ Նրանք, ովքեր կասկածներ ունեն, ուրբաթ դուրս եկեք փողոց, միացեք ձեր հայրենակիցներին։ Կոչ եմ անում բողոքի ակցիաների առաջնորդներին միավորել խմբերը, հնարավորինս մեծ բազմություն ձևավորելու համար։ Հաղթանակը ձերն է։
Իրանագետները շեշտում են Իսրայել Միացյալ Նահանգներ Դաշնակցության ռազմավարական նպատակը Իրանի թուլացումն ու ոչնչացումն է։ Նրանք պատահական չեն համարում, որ երկրում զանգվածային անկարգությունների ակտիվացումը համընկնում է Միացյալ Նահանգների վարած ագրեսիվ եւ զավթողական քաղաքականության հետ։ Սեդամ Ակաջյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։